Լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց։ Տեր հայր, մենք ապաշխարում ենք, որպեսզի դժոխք չգնանք։ Ոչ սիրելիներս, պետք չի ապաշխարել, որպեսզի դժոխք չգնալ կամ էլ որպեսզի անպայման մենք երկին գնանք։ Մենք ապաշխարում ենք, որովհետև մենք ցավացրել ենք ամենասիրող Աստծուն։ Մենք ցավ ենք պատճառել մեզ սիրող Փրկչին։ Մենք դրա համար ենք ապաշխարում։ Լավ է, որ մարդը ապաշխարում է դժոխքից վախենալու համար, բայց ավելի լավ է, որ դու ապաշխարում ես Աստծուն սիրելու համար եւ Աստծո սիրուց դրդված ես այդ ապաշխարություն անում, որտեղ երբ որ դու Տիրոջը սիրում ես եւ սիրո համար ես ապաշխարում, դու քո հոգեվոր կյանքի մեջ ավելի շուտ աճ կունենաս, քան երբ որ վախենաս դժոխքից։ Եթե սրտանց վախենալով ես դժոխքից, դրա համար ես ապաշխարում, Տերը ժամանակի ընթացքում քո սրտի մեջից կհանի դժոխքի հանդեպ վախը։ Բայց եթե Տերը չհանի այդ վախը քո միջից, դու շարունակես այդ վախն ունենալ, դու երբեք հոգևոր աճ չես ունենա։ Դու անդադար կունես նույն կեցվածքի մեջ, նույն հուսահատության մեջ, նույն վախերի մեջ եւ հոգևոր կյանքիդ մեջ ոչ մի նոր բան չես կարող արձանագրել։ Իսկ ինչու է շատերի կեցվածքը ապաշխարության հանդեպ ժխտողական։ Պատճառը մենք ենք քրիստոնյաները, սիրելիներ, որովհետև երբ որ չապաշխարած մարդը տեսնում է ապաշխարողին, որ նույն մեղքերով ապրում է, շարունակում այդ մեղքերի մեջ հարատևել, ապա ինչպես ինքը պիտի ուզենա ապաշխարության ճանապարհ ունենալ։ Սա է պատճառը, որ Պողոս Արաքյալն ասում է, աշխարհիկ մարդկանց շարժ ու ձևը վարմունքը μην թորնակեք, այլ տարբերվեք, նոր մարդ դարձեք։ Երբ որ դրամասերը տեսնում է ապաշխարող մարդը ինքն էլ դրա մի հանդեպ սեր ունի, ապա ինչպես ինքը հավատա այդ մարդու ապաշխարությունը։ Երբ որ մերկը աններող սիրտ ունի, ինքը չի ուզում որը մեկին ների, ու տեսնում է նույն աններողամտությամբ ապրում է ապաշխարած մարդը, ինքը ինչպես կարող է գալ դեպի ապաշխարություն։ Եվ վերջապես, երբ որ մեր շարժ ու ձևը, մեր ապրելակերպը ոչնչով չի տալու աշխարհիկ մարդուց, մարդիկ երբեք չեն կարող ուզենալ ապաշխարել։ Սա է պատճառը յուրաքանչյուր քրիստոնյա, հոգևորական եւ աշխարհական, ովքեր ասում են, որ մենք ապաշխարել ենք, իրենք նոր մարդ չեն դարձել, իրենք շատ-շատերի համար ապաշխարության դուռը պիտի փակեն։ Մենք քրիստոնյաներս մեկ նպատակ ունենք ապաշխարություն ճանապարհով այնպես սիրել Տիրոջը, որ Տիրոջ համար ապրել այս աշխարհում, նրանց ցավեցնելու, չնեղացնելու, նրա սերն ունելու մեր կյանքի մեջ։ Եթե այս ամենը չկա եւ մարդիկ չեն տեսնում, իրենք ժխտական վերաբերում ունեն ապաշխարության մասին։ Տխուր դեմքերով մարդկանց չեն ուզենալու տեսնել, հոգեորախություն չապրող մարդկանց պես չեն ուզեն իրենք լինեն, այլ պիտի շարունակեն նույն մեղքերի մեջ մնալ եւ այդպես էլ անպաշխար ապրեն այս աշխարհում եւ հեռանան Տիրոջը չճանաչելով եւ երկնքի արքայության մաս չկազմելով։